Փաշինյանը կատաղել է։ Փորձագետներն ու մասնագետներն ասում են հոգեկան խնդիրներ ունի։ Գուցե համապատասխան դեղորայք է օգտագործում, բայց մեկ-մեկ մոռանում է ու սկսում է իր համար նոր թիրախներ ընտրել ու հարձակվել։ Հիմա էլ թիրախը եկեղեցին է։ Ամեն օր լույսը չբացված մի նոր հիստերիկ գրառում է անում եկեղեցու ու կաթողիկոսի մասին։ Վարկաբեկում, վիրավորում ու կասկածի տակ դնում բարի համբավը։ Եկեք հետ գնանք ու փաստերով հասկանանք, թե այս անգամ Փաշինյանի ու նրա ենթակաների կատաղության պատճառը որն էր։ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցին մայիսի 26-ից 28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել էին կրոնական ազատություն, հայկական հոգեվոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում խորագրով միջազգային համաժողով։ Այս համաժողովից հետո խրտնեց մեկ ադրբեջանցի շիա մահմեդականների առաջնորդը Փաշազադեն, մեկ էլ ոչ բարով Հայաստանի վարչապետը։ Փաշազադեն էլ ասում էր, թե չի պատրաստվում ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպել, որովհետև վերջինս սկսել է քաղաքականությամբ զբաղվել։ Իսկ իրականում հայ առաքելական եկեղեցին ու կաթողիկոսը լծված էին մեզ համար անչափ կարևոր առաքելության իրականացմանը, որը նիկոլական իրարանցման մեջ մնաց ստվերում։ Թեև Հայաստանի իշխանությունների համար փակ է Արցախի թեման, ամենայն հայոց կաթողիկոսը համաժողովի ժամանակ անդրադարձել է Արցախի հայաթափմանը, Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին եւ այլ կարևոր թեմաների, որոնց մասին Փաշինյանենք ձկամպես լռում են։ Կաթողիկոսն ընդգծել էր, որ 21-րդ դարում խաղաղության փոխարեն ականատես ենք լինում պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես եւ կրոնական ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի, եւ այդ արհավիրքները վերապրել է նաեւ մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ Ամենայն հայոց կաթողիկոսը հիշեցրել է, որ 2020 թվականից սանձազերծված 44-օրյա, ապա նաև 2023 թվականի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց եւ ապա ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Նա նաև խոսել է Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքների գրավումից եւ շեշտել, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ինչպես արդեն նշեցինք, կաթողիկոսն իր ելույթի խոսքում նաև խոսել է Ադրբեջանում պատանդարված Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի եւ ռազմագերիների մասին, որոնց նկատմամբ իրականացվում է ցուցադրական շինծ ու դատավարություն։ Նորին սրբությունը համաժողովին նաև արձանագրել է, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների եւ գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։ Կաթողիկոսը նաև դիմել է համաժողովի մասնակիցներին, ընդգծել է, որ Արցախի հոգևոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու եւ արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու եւ զարգացնելու իրավունքից։ Մենք գրեթե ամբողջությամբ ներկայացրեցինք, թե համաժողովի ասելիքն ու նպատակը որն է եղել։ Հայրենասեր ղեկավարության պարագայում հայոց եկեղեցին ոչ թե պարսավանքի, այլ միանշանակ աջակցության կարժանանար միջազգային հարթակում մեզ համար այս կենսական հարցերի բարձրաձայնման համար։ Բայց քանի որ մենք ունենք թրքահաճո իշխանություն, երևի պետք չէր զարմանալ իշխանական այս իրարանցման համար։ Փորձագետներն ասում են, որ նրանց Բաքվից է նկատողություն արվել, թե Արցախի հարցը ինքներդ եք փակել, բայց ձեր հոգևորականները դեռ այդ մասին են խոսում։ Սրանք նախ երկիրը պատերազմի տարան, հանձնեցին Արցախը, հետո Հայաստանից որոշ հատվածներ նվիրեցին Ադրբեջանին։ Ու այս ամենից հետո մեր ժողովուրդը մնաց տանը, բազմոցին թիկնած լուրեր կարդալով։ Հիմա էլ ուզում են ապականել հայ առաքելական եկեղեցին, եւ մենք էլի շարունակում ենք տանը մնալ ու չգիտես թե ինչին ենք սպասում։ Գուցե սպասում ենք Ալիևի մյուս ցանկության կատարմանը, որ առանց տանկերի հասնելու են Երևան։ Մնում է հուսալ, որ կզարթնի ու կսթափվի հայը, պաշտպան կանգնելով իր երկրին, իր եկեղեցուն, ասել է, թե հենց ինքն իրեն